Եթե հաջողությունն է, մերն է։ Եթե անհաջողությունն է, այդ մենակ իմն է, հա։ Իմ անձնականն է, հա։ Լսրամն է, հոպար։ Բա քո անձնականն է, բա ինչա։ Դու ես քո անիմաստ գործակներով բերել բոլորիս կանգնեցրել ես անդունդի եզրին, Մարկոս։ Դու։ Ինձ թվում էր ես արդեն սիրահարվում եմ։ Բայց ավելի շատ ես սիրելու։ Ինչ ես անում այստեղ, ո՞նց ես ներս մտել։ Մեծ պատուհաններ ունեք, պատուհանից ո՞նց։ Նարեկն էր եկել, իմ պոնտե աղբերը։ Են Ադամյան է։ Հա։ Ինչ էր ուզածը։ Դա այդ վերջերս ինչ որ հաճախ է երևում մեր կողմերը։ Ես չեմ ուզում սկսել ունի զգացմունք, որ նա ապագա չունի։ Ես դրա իրավունք չունեմ։ Դու այդպես էլ չպատասխանեցիր իմ հարցին։ Դու ավելի լավ կյանք ես արժանի։ Շուշ ջան, ամեն ինչ նորմալ է։ Մի տեսակ ես։ Չէ, ինչ պետք է լիներ, ամեն ինչ շատ լավ է։ Պապ, գնանք տուն։ Ոնց ես։ Լավ եմ։ Ուրախ եմ, որ եկար։ Հա։ Բան չի եղել։ Չէ, ոչինչ բան չի եղել։ Ինձ մի հատ հեռախոս է պետք։ Կարում ես ուղարկես։ Հեռախոս։ Ում համար։ Քո համար։ Չհասկացա։ Բա իմ համարը ում համար պետք է լինի։ Չէ, բան չասացի, ուղղակի հարցնում էի։ Երես ոնց է։ Լավ է։ Արտո ջան, իմացա, որ քո մոտ եմ գալու, սա տվեց։ Այս ինչ է։ Նամակ է։ Դե գիտես, ինչ շկոլա է։ Ավանդական նամակներ ա գրում։ Արձան։ Բայց մի տեսակ ուրիշ ես, գիտես, փոխվել ես։ Այսինքն։ Դե ավելի ինքնավստահ ես դարձել, հանգիստ։ Ինչի լավ չի։ Շատ լավ է։ Քուրս ոնց է։ Լավ է, բայց ես ուրիշ գործով եմ եկել ավեր։ Ասա։ Այսօր այն քնիչի մոտ էի, ով քո գործով արում է։ Սահակյանի։ Հա, իրա։ Ինչ ես գնում գալիս։ Սանո, ինչ եղել է, ոչինչ բան չես կարա փոխես։ Հաստատ։ Իսկ եթե ասեմ, որ կարանք փոխենք։ Ինչի բան գիտես։ Ապեր հաստատ չեմ կարող ասեմ, բայց Սահակյանը ասաց, որ նոր դատավորություն է սկսվում քո գործով, ինչ որ նոր ապացույցների ու փաստերի հիման վրա։ Չհասկացա։ Ապացույց, փաստ։ Չգիտեմ, բայց ինչ ասում էր վստահ էր ասում։ Սանո լսի ինձ։ Դու հիմա քո ասածով ինձ ցավ ես պատճառում։ Դու պատկերացնում ես, եթե ես հույսով ապրեմ, ինչ կկատարվի իմ հոգում։ Ես հազիվ համակերպվել եմ։ Արի ներսս չխառնենք իրար։ Դա դրա համար չի ուզում ասեի։ Այդպես ավելի ճիշտ է, արի համարենք, որ ես էլ չեմ լսել այս պատմության մասին։ Լավ, հաշվենք, բան չեմ ասել։ Շուշ։ Նարեկ, ես արդեն դուրս եմ գալիս։ Մագայի հետ սրճարանում կլինեմ։ Որ սրճարանն է։ Լավ, հասկացա, կգամ։ Լավ։ Լսում եմ։ Բարև, Մարիամ։ Կարեն։ Հա, ես եմ։ Այսօր չստացվեց նորմալ խոսեինք։ Վկաները շատ էին։ Ոնց ես համարձակվել զանգել։ Մարիամ, ինձ թվում է մենք պետք է խոսենք։ Ես քո հետ խոսելու ոչինչ չունեմ։ Ու եթե խիղճն ու ամոթը վերջնական չես կորցրել, ուրեմն այս ամենը դադարեցրու։ Ամեն դեպքում արի հանդիպենք։ Դու կորցնելու ոչինչ չունես։ Բայց վստահ եմ, այդ մեր հանդիպումից դու շատ հարցերի պատասխաններ կարող ես ստանալ։ Թե վախենում
գալիս։ Ամենայն դեպս մենք ընդհանուր մի թեմա գոնե ունենք։ Լավ։ Հանդիպենք։ Ես կսպասեմ քեզ։ Որտեղ։ Լավ։ Ինչ է եղել։ Էլի խառն ես։ Գալուտի իմաստը որն է եկել ես հեռախոսիդ մեջից դուրս չես գալիս։ Ինչ խոսա բան, կարոտում եք տանեք ախպեր։ Կարոտում ես։ Բայց ես գիտեի Մարկի ոտի տակը փորելով ես զբաղված։ Իմ մասին այդ կարծիքին ես, հա։ Ասեմ թե հասկացար։ Նարեկ։ Մարկը իր գլխին սարքեց։ Ես չգիտեմ ով այդ ամեն ինչը ծրագրել, չնես կարևորել չի։ Մեկը պարզա ով է։ Այվազյանները։ Բա կարող է Պողոսյանները։ Մեր ոսկին հիմա դրել են պահեստում, ոչ կանաս մտնես էլ չընթողնի դուրս գաս։ Չէ, բայց դու իրոք խառն ես։ Այդ աղջիկը հետ է կապված։ Հա։ Այսօր պետք է հանդիպեմ, արա հազիվ համոզել եմ։ Պրոստը չգիտեմ ինչ եմ ասելու։ Ինչի՞։ Դե մտածում եմ ոնց եմ արդարացնելու այս ամեն ինչը, ոնց եմ արդարացնելու, որ իրան փախցնողը իմ աղբերն է, որ ես էլ եմ ընդեղ է, բայց որ իրան հիմա ոչ մի բան չի սպառնում, ինչ եմ ասելու։ Դրա համար եղբայր կա։ Ով դու։ Դու ստե ուրիշ աղբեր ես տենում։ Միքո, կլնի չխառնվես վաբշե դու։ Չէ, չի լինի։ Ասա տնա որտեղ եք հանդիպելու, իրար հետ գնանք։ Արա քեզ որ տենա, որ հասկանա, որ դու ես եղել այդ փախցնողը, վաբշե հետս չի ուզենա խոսա արդեն։ Մի աչքով ես նայում աղբորդ։ Արի գնանք, մնացածը քո խնդիրը չի։ Ես ունես կխոսամ, դու էլ ինքնել ամեն ինչ կհասկանաք։ Չէ, պետք չի Միքո։ Դու որ գաս ամեն ինչ կփչացնես։ Առանց էտե արա, որ հիշում եմ, որ մարդ էր դրա ինձ հետևեր, քիչ ամնում։ Արի թողը տես քիչ էլ մնա։ Բայց մնա։ Արա աղբերս չլնեիր, հիմա վաղուց են աշխարհը ուղարկե։ Հերթ կանգնին, արեք աղբեր, հերթ կանգնին։ Գիտես ինչքան մարդ կա, որ ուզում է ինձ են աշխարհ ուղարկի։ Գոնե սանոյից հետո։ Դուք այդքան սպասել է։ Մուրազը բա չկատարվի։ Լավ, ես գնացի։ Աստծի հետդ գալիս եմ։ Չէ, Միքո, ասեցի չէ։ Տարոնին եք տղա ես։ Համ չես թողում հետդ գամ, հետևում ենք էլ նեղանում ես։ Լավ արի, բայց նա այդ դրսում է սպասելու։ Ու հանգարց մի հատ ավելորդ քայլ նիզանից չնեղանաս։ Ես ոնց որ ասում եմ, շախին կնայեմ։ Չգիտեմ այս չգիրած շոկ գցես պես ամ։ Բերեշքիցա։ Իա, այս ինչ վիճակի մեջ է սա եղբեր։ Ես ինչ օրի ես ինձ։ Յանում չգիտեք ինչ արել է։ Տեղյակ ենք։ Թեև լսել ենք։ Բավր է դի, այս ժամեստը չի։ Աշկիս պալատներից մեկում էլ է տա պարկած։ Հա բայց իրոք արդյոք ես սուրավոր։ Միտեք ելնի էլի։ Իա, այդ դոկտորը արդեն դարել է արտո։ Հիմա մարդու անունն է, ուզում արտո ասենք, արտո կասենք, յանը մեծ բաներ։ Այդ ինքն է ուզում, դե ձեռի լանցետ է։ Ախպեր դե չի որ մեր ձեռը դատար կա։ Բավր է, բախի չեք օգտագործում։ Այդ դու օգտագործեիր։ Ապե, ես գնացել էի խոսալու։
Լավ էլի ժիրո աղբոր պես մենք քո խոսալը գիտենք էլի ոնց արնում։ Ժիրոն մենակ Հոմարի թեմալի բարի ելնի, մնացած վախտերը նս լավ կպնում է։ Ոչինչ ապե, հələ կապրեն կտենանք, թե ովում։ Չես էլ հարցնում, թե ոնց եմ։ Հարցնելու կարիք չկա, տենում եմ, որ լավ ես։ Այդ ինչ է նշանակում։ Այդ նշանակում է, որ լավ ես։ Այդ նշանակում է, որ վաղը փողը տալու ժամանակն է։ Վաղը։ Ապերետի մեծ փող է, ես չեմ կարող մի օրում հասցնեմ։ Այդ խի դու նոր իմացար, որ փող ես պարկ, որ սռոկդ ֆռում է։ Մի օր չի։ Ապերետի կռուպնիկ փող է, ժիրո։ Ցիգան, այդ ինչ չի հետաքրքրում вообще։ Չէ, բայց լավ, մի նեղվի։ Մի տարբերակ էլ կա։ Ինչ տարբերակ։ Այս անգամ էլ ենք խաղում, սաղ կրված փողիդ վրա։ Արդեն 4-րդ անգամ է։ Քո գործն ապե, ինձ հասնում էր առաջարկել է։ Լավ, կխաղանք։ Հիշի, բայց այս վերջին անգամն է։ Ես չեմ ուզում մտածել, թե ինչքան բարդ է քեզ համար այստեղ, որովհետև այդ բարդությունից չի, որ պիտի վախենաս, այդ կյանքից չի, որ պիտի խուսափես, իրականում սարսափելին քեզ ու քո տեսակը փոխելն է, քեզ անծանոթ մարդու կաղապարի մեջ մտնելը, ինքդ քեզ չճանաչելը, բայց այդ պատերը հակառակ ազդեցություն են ունենում, այդտեղ մարդիկ տեսնում են, թե իրականում իրանք ով են, որովհետև խաղալու սահմաններ չունեն, այդտեղ ճանաչելու ես քեզ, իմանալու ես, թե ինչի ես ընդունակ, ով ես դու իրականում, փորձիր բաց չթողնես այդ պահը, ես մեղավոր եմ, գիտեմ, որ պիտի պատրաստեի քեզ ես կյանքին, պատրաստեի այն աշխարհին, որը մեր շուրջ կա, որի մեջ ես եմ ապրել, հոպարդ ապրել, սանուն ապրում, ես ուզում եի, որ դու ինձանից լավը լինես, ուզում էի կյանքին ոչ մի բան պարտք չմնաս, որ կյանքը հետո կրկնակի փոխհատուցում չվերցնի քեզանից, բայց հաշվի չի առել այն, որ ես դեռ պարտքեր ունեմ չվճարված, ու ճակատագիրը իմ երեխեքով փակեց այդ պարտքը, իմ ընտանիքով փակեց, Ռոբս, մայրդ, նրանք չկան, իսկ դու չունես ամենակարևորը, ազատություն, բայց քանի դեռ կյանքը ձեռքերիդ մեջ է, օգտվիր դրանից, մի խուսափիր դաժան լինելուց, եթե դրա կարիքը կա, այդտեղ բարությունը խեղճություն է, այդտեղ ազնվությունը բառը ընդհանրն է, խիղճը թուլություն, անխղճությունը գոյատևելու միջոց, այսքանը կարողացա անեմ քեզ համար, սխալ էր ապրածս, թե ճիշտ, դու ինքդ դատիր, որովհետև այդ ապրածիս արդյունքն է այն, որ դու այսօր այդտեղ ես։ Ուշացավ, Երանի էլ չգա։ Շուրջ սրտանց չես ասում։ Չէ, չգալը իրոք որ ճիշտ է։
Բայց եթե ճիշտ է, ինչ ես եկել։ Դե լավ էլի մակ։ Լավ, մի նավի։ Ուղղակի ուզում եմ ինքդ քեզ չհերքեսեն, որ սիրահարված ես։ Այդ արդեն երկրորդական է։ Մեր ընտանիքները իրար թշնամիներ են։ Դե հա, իրոք որ բարդ է, նույնիսկ չգիտեմ էլ ինչ ասեմ։ Բայց շուշ, եթե հաշվի առնենք այն, որ ինքը եկել էր ձեր տուն ու ներս էր մտել քո պատուհանից, Կինժ է էլի։ հա, մարդիկ մեկ-մեկ սիրուց գժվում են։ Չես պատկերացնի ոնց էի վախեցել։ Ասում է ես ամերոնք մտնելու են տեսնեն ու ինձ էլ են սպանելու իրանել։ Ձերոնք քեզ շատ են սիրում, հաստատ չեն սպանի։ Ձեռ ես առնում։ Դե լավ մի նեղվի։ Շուշ, ախր այնքան զարմանալի է։ Անընդհատ դու ոչ մեկի չէիր հավանում, մեկ էլ հանկարծ սիրահարվեցիր ու թշնամուտ։ Մակ, մեր ընտանիքներն են թշնամիներ, մեր եղբայրները, բայց մենք չէ, մենք սիրում ենք իրար։ Շատ տխուր պատմություն է սա։ Սպասի, դուր ես գալի։ Հա, բայց ոնց ես էլ գամ։ Չէ, Միքո, դուսը սպասի հանգարց ներս չգաս։ Նայ անկապ կռիվ չանենք հետո իրար հետ։ Լավ, ոնց կասես, մի կատաղի։ Դե գնացի լավ։ Ստեմ։ Շուշ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Դե լավ, ես գնամ, Շուշ։ Դրսում կսպասեմ։ Մտածում էի չես գա։ Եկել եմ տեսնեմ ինչ երեսով ես գալու ու այս ամեն ինչը բացատրելու։ Շուշան, ախր ես քեզ արդեն մի քանի անգամ ասել եմ, որ ես չեմ իմացել, որ ինքը քեզ փախցնելու է։ Ես ուղղակի եկա տեսա դու տեղ ես ու ամեն ինչ արեցի, որ տուն հասնես։ Հետո սկսեցիր հետևել ինձ ու երբ որ ծանոթացանք խաբեցիր։ Լավ, չեմ հասկանում, ինչքան ես սենց նեղացած մնալու։ Նարեկ, ես վախենում եմ քեզնից։ Ինչի մտածում ես կվնասեմ քեզ։ Իսկ ինչի չես կարող։ Չէ, չեմ կարող։ Որովհետև ես քեզ սիրում եմ, Շուշան։ Նարեկը չի երևացել։ Չէ։ Տխրի է։ Ադամ։ Բայց երբ ես եկել։ Երկու ժամ առաջ։ Ոնց ես։ Լավ եմ, Ադամ ջան, ոնց գիտես։ Բան չի խաբար չարեցիր, տղեկից մարդ կուղարկե հետևիցդ։ Դու գիտես, ես տենց բաներ չեմ սիրում։ Հա, ուրախ եմ, որ եկել ես։ Իմացել եմ Գևորի մասին։ Ոնց է եղել։ Մահափորձ էր։ Ին վրա փագեց։ Պարզա։ Լավ, արի գնանք միտեղ նստենք, խոսալու շատ բան կա։ Գնանք։ Շուշ։ Նարեկ, երեկվա քո արածը անմտություն էր։ Դու պատկերացնում ես ոնց կարար վերջանար ամեն ինչ։ Դե կարևորը քեզ տեսա, մնացածը էական չի արդեն։ Սա մեր վերջին հանդիպումն է։ Ախր դու գիտես, որ ես էլի եմ գալու, ինչ ես տենց բան ասում։ Իմաստը ո՞րն է։ Քո համար մեկա չեմ հասկանում։ Всё, հա։ Շուշան, եթե ասես, որ գնամ, ես հենց հիմա կվերկենամ ու կգնամ։
Եթե իմանամ, որ էդ է ուզածդ, դու մենակ ասա, եթե ուզենաս, հենց հիմա դուրս կգամ ստեղից։ Էդ ես ուզում։ Ես խոստանում եմ, որ ամեն ինչ կանեմ մեր համար լավ լինի։ Նարեկ, բայց մենք չենք կարող միասին լինել։ Կներեք, մի բան հարցնեմ էլի, բարի ձեզ։ Դուք Շուշանի ինչն եք։ Ընկերուհին։ Այդ դեպքում հաստատ կիմանաք, շատ ունեն։ Ինչին։ Դե որ բաժանվեն։ Տխուր նայեն իրար, ձեռքի բռնեն, հուզվեն։ Բաժանվեն։ Մենակ այդքանը լսեցիր։ Չի ուզում եք, որ բաժանվեն։ Ինչի ուրիշ տարբերակ էլ կա։ Չգիտեմ, դա արդեն պետքա Շուշանը որոշի։ Ինչքան Ռոմեոն ու Ջուլիետը որոշեցին, այդքան էլ Նարեկն ու Շուշանը կորոշեն։ Այս ամենը ձեր համար անլուրջ է, հա։ Չէ։ Ինչի։ Դե որովհետև այնպես եք խոսում, ասես եկել էիք կատակերգություն նայելու ու դեռ մի բաներ ձանձրանում եք։ Բայց ինչի ես ջղայն անում։ Ես չեմ բարկանում։ Առաջարկ ունեմ։ Քանի Նարեկն ու Շուշանը բաժանվում են, մենք չմիանանք։ Մի բաժակ սուրճի ներքո, սղճարանում։ Ինչ-որ տարօրինակ բան ասեցի։ Չէ, ուղղակի ֆանտաստիկայի ժանրից էր։ Սուրճը մեր օրերում ռեալ հասանելի հաճույք է։ Իսկ ես հեքիաթից, ու քեզ համար անհասանելի։ Նարեկ, բա հիմա ինչ ենք անելու։ Ինչա լինելու մեր վերջը։ Շուշան, ինչ պետքա ես կանեմ։ Կգնամ աղբորդ կտենամ, հորդ կտենամ։ Նարեկ, դու գժվել ես։ Դու չես պատկերացնում մեր տանը ձեր մասին ինչեր են խոսում։ Ու ես վստահ եմ այդ ատելությունը հաստատ չի անցնի։ Իմ համար մեկ է ինչ են խոսում մեր մասին։ Իմ համար կարևորը դու ես։ Կգնամ ու կասեմ, որ ես հետ կանգնող չեմ։ Ու ինձ ոչ ոք չի կարա ինչ-որ բան արգելի։ Նար, ավելի լավ է համակերպվենք, որ մենք միասին երբեք չենք կարող լինել։ Ես չեմ ուզում անիմաստ տանջվենք։ Ես խոստանում եմ, դու չես տանջվի ու չես տարապի։ Մի մտածի դրա մասին։ Սանուն, եթե իմանա ինձ կսպանի։ Ես է Սանոյին կսպանեմ։ Ինչ ես խոսում, չասես էլ նման բան։ Ես երբեք թույլ չեմ տա, որ իմ պատճառով արյուն թափվի։ Քո պատճառով չէ, Շուշան։ Հանուն մեզ։ Նարեկ, խոստացի, որ եթե տեսնես Սանոյի հետ զրույցը չի ստացվում, ուղղակի կհամակերպվես։ Ես չեմ կարող տենց ման խոսք տալ քեզ։ Խնդրում եմ։ Սրան կա մենակ մի հեշտ տարբերակ։ Ինչ տարբերակ։ Որ փախնենք իրար հետ։ Ոնց փախնենք։ Ես չեմ կարող։ Էդ իմ սրտով էլ չի։ Ես ոչ մեկից չեմ վախենում, Շուշան, ու չեմ ուզում ինչ-որ մեկից փախնեմ։ Չգիտեմ ինչ ասեմ։ Վերջ, Շուշան, վերջ։ Արի նստի։ Ինչ ես խաղացել։ Պարտքս շատ մեծ էր, պետքա փակեի։ Փակեցիր։ Ըստ ինչ ես անում։ Դուրսը մի հատ մինուճար մեր ունես։ Չէ՞։ Ինքն էլ առողջական խնդիրներ ունի։ Ունի արդեն քանի տարի է։ Ու՞։ Էլ ինչու։
Սրա նրա վրից տարա, սկսեցի գողություն անելը միջև ընկա աստե, որ գոնե դեղերով ապահովեմ։ Ինչ ես լացնում, դրանով խիղճս չես շարժի։ Արտո, պարտքը մեծ է, պետքա փագեի, խաղացի, բայց հիմա արդեն կապ չունի, թե թիվ ինչքանով ավելացավ, ինչքանով շատացավ։ Ցիգան լսի։ Եթե մի անգամ էլ խաղաս, ես էլ խոսքերով չեմ սահմանափակվի։ Հասկացանք իրար։ Պետքա խաղան, որ փակեմ, մենակ տա։ Հասկացանք իրար, Ցիգան։ Ապրես։ Ինչ է պատահել։ Դու գիտես, չէ՞։ Հաստատ գիտես։ Ինչը։ Ինչու էր Արտոնից հետ այդպես խոսում։ Մտքիցդ հանիր։ Ինչը։ Ում Արտոին մոռանամ։ Ես նկատի ունեի, որ ոչ մի բան էլ չի պատահել։ Եթե ոչինչ պատահած չլիներ, Արտոնից հետ այդպես չէր խոսի։ Ուղղակի իմացել ում աղջիկն ես։ Բայց ումից։ Ոնց հասկացա հայրդ ասել։ Ես գիտեի, որ հորս հետ խոսելը սխալ է ու դա անհետևանք չի մնալու։ Նարե, հայրդ ուղղակի ուզեցել է քեզ պաշտպանել։ Հայրս շատ վաղուց Արտոյի մասին խոսում ու միշտ ատելությամբ ու չեմ հասկանում ինչու է այդպես անում։ Ատելությամբ։ Դու լավ գիտես, որ բոլոր բանտարկյալների մասին նա այդպես է խոսում։ Հիմա Արտոն երևի մտածում է, որ իրեն խաբել եմ։ Ու երևի ինձ չի էլ բարևի։ Չափազանցնում ես։ Չեմ չափազանցնում, որովհետև դու հորս չես ճանաչում, իսկ ես ճանաչում եմ։ Գիտեմ։ Ինչպիսին է զրույցն եղել։ Ուշանալու սովորությունը չես փոխել։ Երբ հանդիպումը ցանկալի չի, նպատակ էլ չեմ տեսնում շտապելու։ Լավ չի, որ այսքան տարի հետո ինձ տեսնելը քեզ համար հաճելի չի։ Օրինակ, ես մեծ հաճույքով էի սպասում այս հանդիպմանը։ Իսկապես։ Ինչ պատիվ, հա։ Մի հեգնի, խնդրում եմ, Մարիամ։ Ես իրոք սպասում էի այս հանդիպմանը։ Չեմ կասկածում, բայց արի հիմա գործից խոսենք։ Ինչի համար ես ինձ կանչել, նպատակը։ Դե պարզապես մեր հին ու բարի օրերը հիշելու։ Նշանակում այսօր եմ եկել։ Չէ, հասկացա։ Ճիշտ է, ես այդքան էլ բարի հիշողություններ չեմ թողել քո մոտ։ Բացի մեկից։ Միքայելը կարգին տղա է դարձել։ Միքայելը հոր դաստիարակությունն է ստացել։ Դե, Ադամյանը իրան չի դաստիարակել, երես է տվել։ Իսկ դու ոչ մեկն ես արել, ոչ էլ մյուսը։ Չես փոխվել։ Նույն սուր խոսելա որջդ։ Դու իմ կյանքից քանի տարի սպանել ես։ Իսկ հիմա էլ իմ ժամանակն ես սպանում։ Ու ես պատրաստ չեմ ոչ մի վայրկյան, ոչ մի րոպե իմ ժամանակից քեզ նվիրել։ Անիմաստ է այս խոսակցությունները։ Անիմաստ։ Հեչել անիմաստ չի։ Ես շատ լուրջ խոսակցություն ունեմ քո հետ։ Տեղից էլ սկսեիր։ Հոպար, ինչ արիր։ Տոմսերը վերցրեցի։ Երեկո եմ թռնում եմ Մոսկվա։ Տեսնեմ։
Ինչ եք անում այնտեղ։ Ատես եթե համաձայն են գոնե մի քիչ սպասեն կամ մաս-մաս փակենք։ Դե լավ է, այնտեղ կորոշենք։ Ես հիմա պայմանագրի հետևից եմ եկել։ Մի օրինակը ինձ դուր թող ձեռքս լինի։ Ամեն դեպքում հաստատ պետք կգա այնտեղ։ Այն Վանյանին տենց էլ չգտան, չէ՞։ Հոպա։ Ես մի բան գիտես։ Վանյանը մեռած է, Մարկ։ Ինչ։ Իրան գտել են հյուրանոցի համարում, սպանված։ Հետո վարել։ Դե երևի նա որ այդ ոսկին է գողացել, ով պետք է ուրիշ աներ։ Ու ոստիկանությունն էլ մեզ ոչ մի ձև մոտիկ չի գալիս։ Դեռ կգան։ Ես խոսել եմ հետները։ Ասել եմ, որ մեծ աղմուկ չհանեն։ Մեզ հիմա հեչ պետք չի մի հատ էլ սպանության հետ կապված գործ։ Ահա, այդ ճիշտ է սարելապար։ Լսում եմ քեզ։ Ես ոնց հասկանում եմ Միքայելը գիտի, որ Ադամյանը իր հարազատ հայրը չի։ Մենք դա նրանից չենք թաքցրել։ Բայց շատ խնամքով թաքցրել եք, թե ով է իր իսկական հայրը։ Իսկական հորը դա երբեք չի հուզել։ Սխալվում ես։ Ուզածդ ինչ է։ Հեչ, շատ չնչին մի բան։ Կուզենայի, որ Միքայելը իմանա, որ հարազատ հայր ունի, կուզենայի, որ ինքը ճանաչի ինձ։ Արի նստի ավտոն, հետդ խոսալու բան կա։ Դուք գնացեք կզանգեմ ես քեզ։ Նարեկ, ամեն ինչ կարգին է։ Հա, ամեն ինչ կարգին է։ Աղջիկ ջան, եթե ամեն ինչ կարգին լիներ, դու հիմա ձեր տանը կլինեիր, ոչ թե տղու ջահել կյանքին վայիս կլինեիր։ Դու պատրաստ ես քեզ արդարացնելու համար ամեն ձևի սուտ հորինել։ Ճիշտ ես։ Պատրաստ եմ։ Միքոն երբեք չի հավատա, որ մեր բաժանության պատճառը ես եմ։ Չի հավատա, ճիշտ ես։ Բայց կասկածը հաստատ կընկնի ջան։ Սեր, ինչ սեր։ Մերկոտ իրար նայեցիք աչքով ունքով արեցիք գիտեք էդ է սեր։ Դուք ինչ գիտեք սերն ինչ է։ Կարող եք գալ ինձ մոտ։ Արտոյի հետ ամեն ինչ նորմալ է։ Հա, Արտոյի հետ ամեն ինչ կարգին է։ Պարզապես խոսալու բան կա։ Ինչ պլաններ ունես։ Գնում եմ տուն։ Հյուրեր չես ընդունում, դա։ Դա կարծում էի հավես չես ունենա։ Չէ։ Ես քեզ հետ սրվում եմ։ Ես շնորհակալ եմ, որ աչքաթող չարեցիք այս գործը ու տարաք մինչև վերջ։ Շնորհակալություն հայտնելու հայրք չկա։ Ես իմ գործն եմ անում։ Արտո մեղավոր չի։ Մենք միշտ էլ տենց ենք մտածել ու մի րոպե անգամ չենք կասկածել դրա վրա։ Գուցե ես էլ, բայց այն ժամանակ փաստեր չունեինք։ Հիմա ունենք։